Պարոն Ջաջուրյան, երբ է բալիկը ձեզ մոտ տեղափոխվել, ինչ վիճակում։ Ես պատմեմ, հետո եթե ձեզ մոտ հարցեր կառաջանա։ 3 ամսի 10-ին, երեկոյան ժամը 21:14-15-ի շրջանում ազանք ստացվեց, որ ընդունարանում շտապօգնության մեքենայով եւ ոստիկանների ուղեկցությամբ նորածին է ընդունվել։ Անմիջապես նորածների վերակենդանացման բաժանմունքի հերթապահբժշկուհին ներքև է իջնում երեխային զննելու, գնահատում է երեխայի վիճակը ծանր, առաջին հերթին հիպոթերմիա, 3 ցավոք սրտի երեկոն բավական զով էր եւ երեխան ջերմաստիճանը իջել է մինչեւ 30 աստիճան, ինչը կրիտիկական է նորածինների համար, հատկապես նոր ծնված նորածինների համար։ Բացի շնչական անբավարարությունից, որը տանելի բան է, բայց հիպոթերմիան հենց բավական վտանգավոր նշան է նորածնի համար։ Դա սառելն է, այո, ջերմաստիճանը իջել է մինչև 30 աստիճան։ Ասեմ, որ չի կարելի երեխային միանգամից տաքացնել, պրոտոկոլ կա, որտեղ պետք է ժամական կես աստիճան Ցելսիուսի մարմնի ջերմաստիճանը տաքացնելով, աստիճանաբար տաքացնելով երեխայի ջերմաստիճանը հասցնել նորմալ թվերի։ Ինչև արել ենք, հիմա երեխայի ջերմաստիճանը նորմալ է մեր համար 36.7, շնչական անբավարարություն ունի, դրա կապակցությամբ հատուկ CPAP ապարատի տակ է, տեսնենք շարքային նորածին մեզ համար։ Իսկ պորտալարը կտրված էր ու կապված չէր, հա։ Մեր տվյալներով պորտալարը կապել են նրանք, ովքեր գտել են, կամ ոստիկանները, երբ որ ծննդատուն է ընդունվել, կլինիկա ընդունվելիս արդեն պորտալարը թանզիվով կապված եղել է, բայց երկար կտրված չի եղել, իսկ մոտավորապես 25 սանտիմետր պորտալար դեռ կար։ Ինչ դա, բժիշկը երբ է ծնվել, դուք սովորաբար իմանում եք։ Մենք վստահորեն կարող ենք ասել, որ ծնվել է ամսի 10-ին։ 3 այսինքն։ Այո, հաստատ պորտալարի թարմությունից դատելով կարելի է մտածել, որ 3-ից 5-6 ժամական երեխա։ Կոնկրետ ժամ չի կարելի ասել, բայց վստահորեն ամսի 10-ին ծնված երեխա է։ Այսինքն, եթե պորտալարը այդ վիճակում է, ուրեմն ինքը ծնվել է ոչ բուժ հաստատությունում, չէ։ Վստահորեն, ինքը վստահորեն բուժ հիմնարկում չի ծնվել։ Կյանքին վտանգ չկա, բժիշկ։ Պատասխանատու բան եմ ասում, բայց կարծում եմ, որ ոչ։ Իսկ շնչառական խնդիրը ինչի հետևանքով։ Մի քիչ վաղաժամ է ծնվել, մեր հաշվարկներով 36 շաբաթական է երեխան։ Իսկ այլ խնդիրներ չունի, այսինքն իծնե ինչ-որ խնդիրներ, հիվանդություններ։ Զարգացման արատներ չենք տեսնում, նաև ասեմ, որ բռնության հետքեր չկան, այդքանը։ Ինչ քաշունի, ինչ 2550 գրամ քաշ ունի, 40 սանտիմետր երկարություն մարմնի։ Քաշը փոքրիկ է, չէ՞ համարվում։ Ձեզ համար փոքրիկ, մեզ համար բավական նորմալ քաշ է։ Իսկ այդ ապարատը ձեր կանխատեսմամբ ինչքան կմնա։ Ինքնուրույն չի շնչում փաստորեն։ Ոչ, CPAP-ը ինքնուրույն շնչող երեխաների շնչական աջակցություն տրամադրող սարք է, շնչում է ինքնուրույն նորածինը, մենք օգնում ենք, որպեսզի երեխայի թոքերում լինեն միշտապես դրական ճնշում, որպեսզի երեխայի թոքերը ավելի ազատ շնչեն։ Դա գուցե 2-3-4 օր տեսնենք։ Անուն արդեն դրել են փոքրիկին։ Անունը մենք չենք դնելու, անունը սոցիալական ծառայություններն են դնելու։ Վերջերս մենք հենց նոր ճանապարհեցինք իրենց եկան ընկեցության մասին ակտ կազմվեց, քանի որ ծնողները պարզ չեն, գոնե այս պահին։ Այսինքն դուրս գրվելուց հետո պիտի տեղափոխվի մանկատուն։ Երեխայի բուժումն ավարտելուց հետո երեխան կգնա մանկատուն, այո։ Վաղուց չէիք, չէ՞, ունեցել sense դեպ 2 տարի առաջ Սուրբ Աստվածամայր տարան, բայց ոնց որ ձեր բուժկենտրոնում մեզ մոտ վաղուց չի եղել։ Մեր մոտ վերջին դեպքը եղել է 2007 թվականին։ Այս կանգառում էին գտել երեխային։ Դոկտոր, իսկ DNK հետազոտությունները, որ բարձր ծնողներն ովքեր Ում հետ համեմատենք։ DNK-ն համեմատում ես ինչ-որ մեկի հետ, որ կասկածում ես։ Դրանով հերքելով կամ հաստատելով, բայց ում հետ համեմատես։
Մերսի, եւ ճիշտ ոնց ասա դուք չեք, չէ՞, ընդունել երեխային հերթապահ բժիշկը, բայց ես առաջին վարքյանից այսպես ասած ղեկավարել եմ ընդունել երեխային թե ոչ, եթե կյանքին սպառնացող վտանգ չներ, հավանաբար ինքը կտեղափոխվեր մանկական այլ կլինիկա, ոչ ծննդատուն, բայց այնպես էր, որ ցանկացած ծննդատուն պարտավոր էր այդ երեխային այդ կլինիկական նշաններով վերցնել։ Երեք բժշկությունը չի ընդհանրում նման պատասխաններ, եթե որևէ բարդություն չառաջանա, երեխայի բուժումը կտևի հավանաբար 20-22 օր, բայց դարձյալ դա մեր համար շատ անկանխատեսելի թվեր են։